Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով առաջին դատական նիստը։ Դուք տեսնում եք դատարանի դիմաց հավաքված նրա համախոհներին, քաղաքացիներին նաև նշեմ, որ հակակոռուպցիոն դատարանում այս պահին խայտառակ իրավիճակ է, մեծամասամբ մարդկանց նիստերի դահլիճ թույլ չեն տալիս մտնել, պատճառաբանելով, որ տեղ չկա, լրատվամիջոցները ևս բոլորը հնարավորություն չունեն ներսում լինելու և լուսաբանելու, և ակնհայտ է, որ սա հակակոռուպցիոն դատարանի կողմից միտումնավոր է արվում, որովհետև հասկանալի է, չէ, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող աղմկահարույց գործ է և բոլոր լրատվամիջոցներն էլ ցանկություն էին հայտնելու լուսաբանել այն, և առնվազն լրատվամիջոցների նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում, մի մասին թողնելով, իսկ մի մասին ոչ, հրանտ դուք էլ այստեղ տևական ժամանակ է սպասում եք, որ ներս մտնեք, կասեք ձեզ ինչ են պատճառաբանել, օրինակ մեզ ասում են տեղ չկա։ Պատճառաբանում են, որ տեղ չկա, ինչը անտրամաբանական է ստեղծում, որովհետև մենք ոչ թատրոն ենք եկել, ոչ ներկայացնում, որ հրավիրատոմսեր լինեին և պետք է ինչ-որ տեղերով սահմանափակվեն, դա արդեն դատարանի խնդիրն է, որ ապահովեին բոլոր լրատվամիջոցների մուտքը, քանի որ սա բաց նիստ է և յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի լուսաբանելու, ընդ որում պատճառաբանում են նաև, որ բոլորը արդեն ներսում են, բոլորը ովքեր են, շատ անհասկանալի է, որտեղ ընդամենը ներսում մի քանի լրատվամիջոց են, և այս պահին մի շարք լրատվամիջոցներ մնացել են դրսում և որում մեկ կարգավիճակում են նաև պատգամավորները, որոնք եկել են երաշխավորություն։ Հետաքրքիր է, որ այստեղ հորդորում են դիմել BDԽ-ին, այսինքն ինչու ես պիտի դիմեմ BDԽ-ին, եթե ես իրավունք ունեմ ցանկացած նիստ, որը բաց է, լուսաբանելու։ Հարցը նայել չէ, հա, ում պետք է դիմել, չդիմել, որովհետև նիստը հենց լավոց եթերում ընթանում է և խոչընդոտվում է այս պահին իմ աշխատանքը, ձեր աշխատանքը, որը պետք է ու եթերում իր դիտորդներին ներկայացնել այն ինչ կատարվում է, թե հիմա վաղը կդիմեն, ինչ որոշում կկայացնեն և այլն, փաստն այն է, որ հենց այս պահին մեր աշխատանքը խոչընդոտվում է և դա չի կարող վերականգնվել մեկ ժամ հետո։ Եվ այդպիսի նախադեպ նաև BDԽ-ում էր եղել, կարգապահական վարույթներից մեկի շրջանակում հիշում եք դատավորը, այսինքն BDԽ-ն այսպես իր պրակտիկան փոխանցում է բոլոր դատարաններին, կոնկրետ քաղաքականություն է։ Սա նշանակում է, որ տեխնիկական խնդիր չէ, այլ հատուկ նպատակ է հետապնդում այսպես վարվելու, ինչը ինչպես դուք, այնպես էլ ես, մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք նման խոչընդոտների։ Այսինքն նախապես պիտի հասկանային, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործ է և դատարանի խնդիրն է, ինչպես ուզում են, թող ապահովեն այդ մուտքը, չգիտեմ, դահլիճը ավելի լայն ընդարձակ վերցնեն, թե ինչ, դա իրականում լրատվամիջոցի խնդիրն է, որ չէ դատարանը պարտավոր է, եթե բաց նիստ է հրավիրված, պարտավոր էր ապահովել բոլոր լրատվամիջոցների հնարավորությունը լուսաբանելու։ Դրսում էլ կան մեր գործընկերներից, որ չեն կարողացել մուտք գործել։ Դրսում աշխատում են լրատվամիջոցներ, որոնք փաստորեն էլի զրկված են մուտք գործելու հնարավորությունից։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նշեմ նաև, որ այստեղ մեզ հետ միասին սպասում է և հնարավորություն չունի նիստերի դահլիճ մուտք գործել նաև ազգային ժողովի պատգամավոր, որ երաշխավորություն է ներկայացնելու խափանամիջոցի փոփոխության հետ կապված, Տիկին Գալստյան, կասեք ձեզ ինչ են ասում, ձեզ ինչու ներս չեն թողնում։ Ոչ միայն ինձ, այլև Էլինար Վարդանյանի և Հայկ Մամեդյանյանին մենք անհատական երաշխավորություն ենք փոխանցել դատարանին, բայց ըստ էության նույն պատճառաբանությամբ, ինչ որ լրագրողների պատճառաբանությամբ, թե դահլիճում բավարար տեղեր չկան և երբ որ հասնի այս նորակարգի այս հարցի քննարկմանը մեզ կհրավիրեն, այնպես որ մենք Էլինար Վարդանյանը և Հայկ Մամեդյանը տեսնում ենք, սպասում ենք
թե արդյոք դատարանը այսպես երբ կանդրադառնա իր աշխատությունների այդ հարցին եւ մենք կկարողանանք մեր պաշտպանյալի առնչությամբ մեր խոսքը ասել եւ նաեւ հիմնավորել մեր երաշխավորության հիմնավորումները ներկայացնել։ Իսկ նման նախադեպ եղել է ձեզ հետ, որ կրկին չթողնեն։ Գիտեք, իսկապես եղել է եւ դե վերջին շրջանում իշխանությունների այսպես հիմնական պաշտպանական ինստիտուտը մնացել են բռնությունները եւ ճակերտավոր արդարադատությունը եւ մի քանի դեպքեր դարձել արձանագրել ենք, երբ որ դարիչներում տեղ չլինելու պատճառաբանությամբ թե այսպես լրագրողների աշխատանքներ խոչընդոտվել եւ նաեւ երաշխավորություն ԲԴԽ-ում եւս այդպիսի դեպքեր եւ դժվար է սա շատ ճիշտ նկատեցիք ձեր խոսքում, որ հաշվի առնելով Աշոտյանի այս գործի հանրային մեծ հնչեղությունը եւ համակիրների մեծ բանակը, ընտանիքի անդամները, քաղաքական եւ հանրային դաշտում մեծ ռեզոնանսը բնական է, որ շատերը պիտի ուզենային մասնակցել, բայց նույնիսկ ինձ համար որը պատճառաբանությունից դուրս է երաշխավորողների կոնկրետ դատական նիստի մասնակցությունը։ Եվ խափամամիջոցի փոփոխության հետ կապված մենք տեսել ենք նաև վերաքննիչ բողոքեր ներկայացվել եւ այլ, հիմա էլ երաշխավորությամբ նաև դուք եք հանդես գալու, այս առումով ինչ որ ակնկալիք ունեք դատարանից։ Անկեղծ ասած մեր այս իրականությունից վաղուց ակնկալիք չունեմ, ակնկալիքս մեկն է վայրկյան առաջ բաժանվել, հրաժարվել, մերժել այս իրականությանը, անարժանապատիվ իրականությանը, հայրենասրտող իրականությանը, բռնությունների եւ ոչ օրինական գործողությունների դիմող իշխանությանը, ազգադար իշխանությանը, վայրկյան առաջ դա մեր բոլորի եւ հատկապես Հայաստանի պետականության փրկությունն է։ Այս պահին միշտ լավատեսությունը չի լքում եւ նույնիսկ այս պահին իրականության խորը գիտակցումով ուզում եմ լավատես լինել, որտեղ երաշխավորողների մեջ շատ հարգանքան հեղինակություններ կան եւ նաեւ ճանաչելով Աշոտյանի նրա սկզբունքայնությունը, հայրենապաշտությունը, անհատական հեղինակությունը ոչինչ չի խաթարի, որպեսզի Աշոտյանը լինի ազատության մեջ եւ շարունակվի դատական գործընթացը։ Բոլոր նրանք, ովքեր երաշխավորել են, ներկայացրել են դիմումները եւ երաշխավորությունները վստահաբար հիմքում ունեցել են նախ առաջ Արմին Աշոտյանի մարդկային որակները, սկզբունքայնությունը, քաղաքացիական բացառիկ որակները եւ պետական հասարակական գործիչի հեղինակությունը։ Եվ եթե դատարանը ուղեկցվի մի փոքր ողջամտությամբ, ես կարծում եմ, որ պիտի ունենանք այն վճիռը, որը ապահովի նրա ազատությունը եւ որը չի խոչընդոտի դատական գործընթացը։ Եվ մենք տեսնում ենք, որ ռեպրեսիաների կամ այս կալանքը որպես նաեւ մահակ օգտագործելու, մարդկանց լրացնելու պատժիչ գործիքը էլ ավելի տարածում է գտնում, ուզում եմ հիշեցնել նաև, քանի որ խոսում եք հայրենազրկումից, օրինակ Ալբերտ Բազեյանը եւս կալանավորված է, ինչու են հենց այն մարդիկ կալանավորվում, ովքեր կարող են նաև որոշակի առումով համախմբող նշանակություն ունենալ, հա? Այս ամենը տեղավորվում է իշխանությունների վախերի շրջանակներում եւ նաեւ հասարակությանը լրացնելու, վախեցնելու, այ այսօր Հայաստան խմբակցությունը կուզենա մեկ անգամ եւս անդրադառնալ դրան, Հայաստան խմբակցությունը տարածել է մի հայտարարություն, որով մեկ անգամ եւս փաստում ենք, որ անցնում 3 տարիների ընթացքում կարմիր բերետավորների կողմից մեր հասարակությունը ականատես է եղել, նաև հրապարակային նյութերը կան, թե բռնությունների, ես կասեի այլասերումի եւ ամենաթողության ինչ վարքագիծ է դրսևորվել հատկապես կարմիր բերետավորների, նրանց չեն զիջել նաև սև բերետավորները եւ որևէ մեկի նկատմամբ բարույց չի հարուցվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել, նույնիսկ ես կենտրոն պատգամավորական մանդատ կրողս եղել եմ կենտրոն ոստիկանության կենտրոն բաժանմունքում եւ իմ ներկայությամբ տեսել եմ թե ինչպես է խշտանգվում այդ պահին բերման ենթարկվածը եւ զրո պատասխանատվություն։ Մեր բազմաթիվ դրություններ գլխավոր դատախազին մնում են անպատասխան։ Սա ուղղակի անբարո իրականություն է, որը կապ չունի ոչ ժողովրդավարության, ոչ օրենսդրության կամ օրինականության հետ եւ մեկ անգամ եւս պիտի հաստատեմ այն պատմումս, որ մեր հասարակության, հանրության շահերից է բխում եւ դա պետականություն ունենալու տագնապներից վայրկյան առաջ բաժանվել այս հրաժարվել, մերժել այս իշխանություններին, որոնք սեփական իշխանությունը բարելու
համար որևէ այսպես արդյունք չունեն եւ արդեն այն ողբերգությունն է ինչ կատարվեց Արցախում մեր հայրենիքների հետ հայրենազրկումը եւ ուրացումը ես կարծում եմ այլևս նոր գնահատականներ տալու անհրաժեշտություն չկա մեր ողբերգությունը եւ ցավը այնքան ակնհայտ է։ Շնորհակալ Բարև ձեզ, դուք եւս երաշխավորություն եք ներկայացնելու խափանման միջոցի փոփոխության հետ կապված եւ եւս հնարավորություն չունեք ներսում գտնվելու։ Ինչու է դատարաններում այս վարքագիծը արդեն դառնում սովորույթ։ Գիտեք, ըստ էության հնչեղություն ունեցող գործերով դատական քննության ժամանակ սովորաբար ընդդիմում են այնպիսի դատիչներ, որը հնարավորություն չի տա հնարավորինս շատ մարդկանց մասնակցել կամ ներկա գտնվել դատական նիստին։ Այո, դատական նիստին սկզբից այստեղ են ես եւ իմ գործընկերները, պատրաստվում են անձնական երաշխավորություն տալ Արմեն Աշոտյանին եւ ըստ էության մենք սպասում ենք այս բանի միջանցքում, մինչեւ կհասնի գործընկերությունը եւ մեզ կներավորեն նիստերի դահլիճ։ Մեզ եւս ներս չեն թողնում պատճառաբանելով, որ տեղ չկա, բայց ըստ էության իմ գործունեությունը խոչընդոտվում է, որովհետեւ եթե աղմկարուց գործ է եւ նիստը բաց է, ես կարող եմ շատ հանգիստ լուսաբանել նիստի ցանկացած հատվածը։ Գիտեք, եթե խոսքը գնար այնպիսի պետության մասին, որտեղ ժողովրդավարությունը ամեն օր մեր աչքի առաջ չի ոտնահարում, այդ դեպքում մենք կխոսեինք իհարկե լրագրողների իրավունքների մասին, մենք կխոսեինք հարկավարական մանդատ ունեցողների իրավունքների մասին եւ այլն։ Բայց մեր երկրում մենք վերջին տարիներին անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես է ոտնահարվում ժողովրդավարությունը, ինչպես է ոտնահարվում արդարադատությունը եւ ըստ էության մնում է զուտ բարձրաձայնել այդ խնդիրը, որը որևէ կերպ լուծում չի ստանում։ Այո, այս պահին լրագրողները պետք է հնարավորություն ունենային լուսաբանել դատական նիստը, որը տրամված է եւ այսպիսի խախտումները այո լրագրողների եւ խոսքի ազատության իրավունքի խախտում է։ Բայց մենք ապրում ենք մի այնպիսի Հայաստանում, որտեղ այլևս սովորական է, այլևս այսպես զայմանք չի առաջացնում իրավունքների պարբերական խախտումները։ Եվ խափանման միջոցի փոփոխության հետ կապված դուք որևէ ակնկալիք ունեք երաշխավորությունը ինչ որ բան է առումով փոխելու է, որովհետև եթե ընդդիմությունը նշում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, ապա որոշողը ամենևին էլ դատավորը չէ։ Գիտեք, ես ցավով պետք է արձանագրեմ եւ վերջին մի քանի տարվա ընթացքում անընդհատ խոսում եմ այդ մասին, որ իշխանությունները դատական համակարգը դարձրել են իրենց համար գործիք եւ հատկապես քաղաքական գործերի շրջանակներում դատական համակարգը սպասարկում է բացառապես իշխանության շահերը։ Այս ազնական երաշխավորության հետ կապված, եթե ասեմ, որ ես այնքան միամիտ եմ, որ հավատում եմ, որ դատարանը առանց իշխանությունների ցուցումների որոշում է կայացնելու, թերևս սխալ կլինի, բայց ես կարծում եմ, որ պաշտպանական կողմը պետք է օգտվի բոլոր հնարավորություններից կալանքը որպես խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությունը այդ տարբերակներից մեկն է, որովհետև էլի երևի թե կրկնեմ իմ խոսքը, որ պարբերաբար եմ ասում, Հայաստանի Հանրապետությունում կալանքը դարձել է մարդկանց պատժելու միակ միջոցը, կալանքը դարձել է մարդկանց ահաբեկելու, վախեցնելու միջոցը եւ թերևս մենք դեպք էլ ունենք նաեւ կյանքից զրկելու Արմեն Գրիգորյանի դեպքը։ Այո, Արմեն Գրիգորյանի դեպքը ըստ էության վկայում է այն մասին, որ նույնիսկ կալանքը կարող է հասցնել կալանքի տակ գտնվող անձի համար մահվան ելքի։ Եվ այստեղ իհարկե պետք է անպայման նշեմ այն հանգամանքը, որ այս պահին սեպտեմբերի 19-ից հետո 40-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կալանք են կրում, այսինքն որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրված է կալանքը իրենց հավաքների ազատության իրավունքը իրացնելու համար։ Այսինքն սա ստեղծում է մի հնարավորություն, որը սպառնալիքի մթնոլորտ կստեղծի մարդկանց մոտ, որպեսզի վերջիններս նույնիսկ խուսափեն իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, այն է հավաքների ազատ իրացման իրավունքը։ Եվ այս պահին ընդ որում շրջանառվող տեղեկությունների համաձայն եւ Նուբարաշեն հրակատարողական հիմնարկում
եւ արմավիր քրեակատարողական հիմնարկում այլևս տեղ չկա նախնական կալանքի տակ գտնվող անձանց համար։ Այսինքն պատկերացնում եք, թե ինչպիսի պետություն է դարձել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մարդուն պատժելու համար, մարդուն ահաբեկելու համար, ուրեմն քաղաքական հայացքների համար պարտադիր կիրառում են կալանք։ Այսինքն սա մահակ է բոլորի գլխի։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք հակակոռուպցիոն դատարանում, այստեղ ընթանում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով առաջին դատական նիստը, նշեմ, որ այստեղ ըստ էության չեմ վախենա այս բառը ասելուց, խայտառակ իրավիճակ է, որովհետև որևէ պայման ստեղծված չէ, որպեսզի մարդիկ կարողանան հետևել դատական նիստին, ավելին լրագրողների մասնագիտական աշխատանքը եւս խոչընդոտվում է, օրինակ մեզ ներս չեն թողնել պատճառաբանելով, որ տեղ չկա, լրագրողներ ներսում կան, այսինքն որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությունը եւ պետք է ըստ էության հաշվի առնեին, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացնող գործ է եւ պիտի այնպիսի պայմաններ լինեն, որպեսզի բոլոր լրատվամիջոցները հնարավորություն ունենան լուսաբանեն, այլապես հասկանալի չէ, թե ինչպես են որոշում, որ լրատվամիջոցը կարող է ներս մտնել, իսկ որը ոչ։ Նշեմ, որ այլ գործընկերներ իմ եւս հնարավորություն չեն ունեցել ներս մտնելու։ Դուք հիմա տեսնում եք իմ գործընկերներից կան նաև դրսում, ովքեր չեն կարողացել ներս մտնել, այստեղ կան նաև պատգամավորներ, ովքեր խափանամիջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն պետք է ներկայացնեն եւ իրենք եւս հնարավորություն չունեն ներս մտնել, կրկին պատճառաբանում են, որ տեղ չկա։ Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, նման առաջինը այսպիսի վարքագիծ էր դրսևորել հենց ԲԴԽ-ն կարգապահական վարույթներից մեկով, երբ լրատվամիջոցները հնարավորություն չունեին ներս մտնել, արդեն ակնհայտ է դառնում եւ տպավորություն է նաեւ ստեղծվում, որ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի հանրային հետաքրքրություն ներկայացնող գործերը լայն լսարանի համար լուսաբանելու հնարավորություն չլինի։ Ինչպես տեսնում եք, նաև Արմեն Աշոտյանի կուսակիցների, ովքեր նաև ազգային ժողովի պատգամավորներ են, եւս ներս չեն թողել։ Դրսում Տիգրան Աբրահամյանն է, Հայկ Մամիջանյանն է, Հայկ Մամիջանյանը եւս, ինչպես գիտեք, անձնական երաշխավորություններ ներկայացնելու խափանամիջոցի փոփոխության համար։ Քաղաքացիներին եւս թույլ չեն տալիս ներս մտնել եւ հետեւել